Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, ցանկանում եմ իրազեկել հանրությանը, որ այսօր տեղի են ունեցել մի շարք վկայի կարգավիճակով հարցաքննություններ մեր մայր եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական անդամների մասով, անձամբ ես որպես փաստաբան դրանց երկու հարցաքննության մասնակցել եմ, քանի որ տեսայելի մարդիկ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, որոնք գալիս էին հարցաքննության, ենթադրում եմ, որ միայն երկու անդամներ չեն, այլ մյուս անդամներն են եւս շատ հետաքրքիր զուգադեպությամբ այսօր հրավիրվել են վկայի կարգավիճակով հարցաքննության, այն նույն ժամին, երբ որ պետք է ընթանար Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, եւ ըստ էության սա նույնպես եղել է միջամտություն Գերագույն հոգևոր խորհրդի, այսինքն մեր մայր եկեղեցու ներքին գործերին, անուղղակի միջամտություն իհարկե, բայց այնուհանդերձ միջամտություն, որևէ հրատապություն ես չեմ պատկերացնում եւ չեմ կարծում, որ որևէ մեկը պատկերացնի, ինչևէ սա է ուզում կիսվել հանրության հետ, սա կարևոր տեղեկատվություն է, որպեսզի մենք պատկերացնենք, որ այս քաղաքական իշխանությունները եկեղեցուց ճակերտավոր ձեռ չեն քաշում, շարունակում են իրենց ապօրինի քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ եւ սա դրա դրսևորումներից հերթականն էր։ Այո, կարող ենք հայմատություններ անցկացնել, ասել տեսեք, որպես վկա են հարցաքննում աշխարհիկ անդամները, իսկ հոգևորականները եւ վեհապար հայրապետը մեղադրյալի կարգավիճակ ունեն, բայց ես անկեղծ ասած դա չեմ համարում շատ էական այն առումով, որ այնուհանդերձ սա միջամտություն է եկեղեցու ներքին գործերին, եկեղեցու սահմանադրությամբ ամրագրված այն սկզբունքին, որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու գործերին։ Առհասարակ այս վարույթը չպետք է լիներ եւ առհասարակ ինքնին այս վարույթը սահմանադրության խախտում եմ ես գնահատում։ Այսքանը ուզում եմ հիշեցնել, որ այս գործով սա նույն գործն է, որով մեղադրյալի կարգավիճակ ունի վեհապար հայրապետը եւ մեր 6 եպիսկոպոսները նույնպես Գերագույն հոգևոր խորհրդի անդամները ունեն մեղադրյալի կարգավիճակ։ Հովնան Սրբազանը, Հայկազուն Սրբազանը, Վահան Սրբազանը եւ ուրեմն Մակար Սրբազանը, Սյունյաց թեմի առաջնորդ, էլի ոչ բոլորին հիշեցի, ներողություն եմ խնդրում։ 6 մեր սրբազաններ գումարած քարտուղարը Տեր Մովսեսը։ Սա այն նույն գործն է, որը հարուցվել է Արման Սարոյանի հայցի հիման վրա ապօրինի վարույթ ընդունելու արդյունքում, ապօրինի հայցի ապահովման միջոց կիրառելու արդյունքում, հետո ապօրինի կատարողական գործողություններ կատարելու արդյունքում արդեն ԴՀԿ-ի կողմից։ Նույն գործի մասին է խոսքը։ Հանրությունը կարծում եմ պետք է իրազեկ լինի, որ եղել է նման փաստ այսօր եւ հակաեկեղեցական գործընթացները մեր երկրում շարունակվում են։ Այսքանն է, շնորհակալություն, հաջողություն։